Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր ապրիլի 18-ն է, օրն ուրբաթ։ Անցկացվել է կառավարություն գործարար համայնք ձևաչափով աշխատաժողով, որի նպատակն է բաց եւ արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրի խնդիրները։ Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին եւ մարտահրավերներին, ընդգծելով գործադիր, իշխանության եւ մասնավոր հատվածի միջև արդյունավետ երկխոսության կարեւորությունը։ Պիտի ուղիղ եւ միանգամից ասեմ, որ այս քննարկումը ինձ համար հետևյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին կառավարությունը եւ մասնավոր հատվածը սպասարկում Հայաստանի Հանրապետության պետական շահը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է եւ ամեն անգամ ես սա ասելիս ավելի համոզված եմ ասում, որովհետեւ տնտեսական զարգացումը եւ նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու եւ լուծելու։ Եվ այս առումով իհարկե ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում, ինձ համար կարևոր է նաեւ հասկանալ, թե ինչ մթնոլորտ է դիրում գործարար միջավայրում եւ ինչ խնդիրներ կան, որ խնդիրներն են, որ կային եւ այլևս չկան, եւ որ խնդիրներն են, որ եղել են եւ շարունակում են լինել, եւ ինչ նոր խնդիրներ են առաջացել, որ խնդիրները լուծմանը մոտ են եւ այդպես շարունակ։ Իհարկե ես ասեմ նաեւ, որ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այսօրվա քննարկումը դարձնել արդյունավետ, որովհետեւ մեր իրականության մեջ երբեմն պատահում է հետեւյալը, որ այն դեպքերում, երբ գործարար համայնքը եւ կառավարությունը հանդիպում են, կարող է լինել երկու, գուցե ավել հնարավոր մթնոլորտ քննարկման, մի մթնոլորտն է, լավ թե հավաքվել ենք, հենց անցկացնենք, գնանք ամեն մեկս մեր գործերին, իհարկե հիմնականում մասնավոր հատվածը, որ երբեմն ցանկանում է, այսպես ասած, ավելորդ նյարդ չստեղծել այդ ասելիքի շուրջ, եւ երկրորդ ռեժիմն էլ այնա, որ նյարդը այնքան շատ է լինում, որ բովանդակության վրա կենտրոնանալը դառնում է կամ շատ դժվար կամ անհնար։ Ես կուզենայի, որ այսօր, այսպես ասած, շատ լիցքաթափված խոսակցություն լիներ, բայց ըստ էության խոսակցություն լիներ, որպեսզի մենք կարողանայինք այդ թվում կառավարության մեր օրեսդիր մարմնի ներկայացուցիչների եւ մյուս գործընկերների համար լիներ մի պլատֆորմ առաջիկա անելիքների օրակարգ ձևավորելու եւ այդ օրակարգի շուրջ աշխատելու համար այն տրամաբանությամբ, որ եւ կառավարության տեսակետից եւ գործարար համայնքի տեսակետից ընկալվեր, որ մենք այդ պետական շահը սպասարկելուն ուղղված ինչ որ ընդհանուր ճանապարհային քարտեզ ունենք եւ այդ ճանապարհային քարտեզի շուրջ ունենք որոշակի համաձայնություն եւ ընդհանուր ըմբռնում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին քննարկման պատրաստակամության համար եւ հույս հայտնել, որ հենց այս տրամաբանությամբ տեղի կունենա քննարկումը, մենք այս քննարկումից դուրս կգանք մեր առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով եւ մենք կհասկանանք, թե կառավարության ծրագրերը որքանով են ընկալվում գործարար եւ ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից եւ իհարկե լիցքավորված այդ օրակարգը եւ ճանապարհային քարտեզը հնարավորինս արդյունավետ իրագործելու տեսակետից։ Շնորհակալ եմ։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարությունը։ 3 ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցմունքները։ Նախագահը իբր պատմել է, թե ինչպես եւ ինչ պայմաններում են ադրբեջանցիները հեռացել Ստեփանակերտից, թե երբ եւ ինչպես է ծանոթացել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի եւ այլ գործիչների հետ։ Ղուկասյանի այսպես ասած ցուցմունքները լսելուց հետո խոսքը տրվել է իբր տուժող ճանաչված ադրբեջանցիներին։ Շինծու դատական նիստը շարունակվում է այսօր։
Ադրբեջանի իշխանությունները հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար այց են կազմակերպել Շուշի և Ստեփանակերտ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը գրել է, որ դիվանագետների օդանավը վայրեջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում և այնտեղից նրանք ուղևորվում են Շուշի և Ստեփանակերտ։ Իր գրառման մեջ Հաջիևն օգտագործել է արևելյան Զանգեզուր արտահայտությունը, նշելով, թե վերակառուցումն ու վերափոխումը հետկոնֆլիկտային շրջանում տպավորիչ է։ Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Միացյալ Նահանգների հետ ուկրաինական ճգնաժամը վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի դաշնակիցներ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Փարիզում հանդիպումներ են անցկացնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի հետ։ Ֆրանսիան այս հարցում ակտիվ մասնակցություն ունի։ Նաև Ֆրանսիայի նախագահն է ընդունել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Ուիտքոֆին։ Հանդիպումները կշարունակվեն այսօր։ Ավարտվող շաբաթվա ամեն օրը խորհրդավոր է։ Քրիստոսի Սուրբ Հարության Զատկի տոնին հասնելու համար պետք է անցնել ավագ շաբաթվա ավագ օրերով, որոնք իրենց հերթին ունեն առանձին խորհուրդներ։ Զատկական տրամադրությունից չհեռանալով, որպես աշխարհի օրինակ ձվի դեկորատիվ նմուշի վերածվելու եզակի համարվող աշխատանքների մասին պատմենք։ Գործերի հեղինակը գյումրեցի թոշակառու Ռուբեն Զաքարյանն է, ում ստեղծածը ուղղակի փորագրություն է ձվակեղևի վրա։ Ծանոթներիցս լսածն ու պատմածը գայթակղելու չափ հետաքրքրեց։ Արտասովոր ձեռագործության վարպետին հանդիպեցինք իր բնակարանում։ Սենյակում, այլ ոչ առանձին արհեստանոցում մի սեղան էր ու ձեռքի միակ գործիքը։ Մի կողմում շարված էին ճերմակ հավկիթներ, որոնք թվացին սովորական։ Երբ ձեռքս վերցրի, տեսա դեղնուցից ու սպիտակուցից զատված, միայն նուրբ կեղև, նման ասեղնագործ իրի։ Ոչ մի բան չկա, ոչ լակապատված է, ոչ մոմակալված է, որևիցե ոչ մի նյութ չի օգտագործված։ Վարպետ Ռուբենն ասում է, ամեն ինչ սկսվեց 2.5 տարի առաջ, աչքով նկած մի տեսանյութից։ Այս պատահականությունը դարձավ անբաժանելի զբաղմունք։ Երկրաչափական հաշվարկները, լայնական ու երկայնական գծագրումները ամենից կարևորն են, որպեսզի երևակայության համադրության արդյունքում ստեղծվեն բացառիկ ձեռագործ նմուշներ։ Ինչ որտեղ խորհրդանշում է երևի ամբողջ երկիրը իր ամբողջ մագերույթով, բայց աշխատանքների կատարման ժամանակ կարևոր հանգամանք է, որպեսզի վերջնական արդյունքը դառնա, այսպես ասած, գեղագիտական հաճույք։ Հեղինակն այն անվանում է փորագրություն ձվի կեղևի վրա, որի ասես ժայնյակ գործերի գաղտնիքը բացահայտում է լույսի ներքո, երբ սպիտակը լույսն է կլանում։ Դա գեղեցկություն արդակինը չի երևում, պարզը չի երևում, անպայման լույսի տակ է երևում։ Դրա համար կարելի ասել, որ նա թաքնված է նրա գեղեցկությունը։ Ամեն նախշի մասին երկար պատմելիք կա, մանրամասն նայելու արժանին ստեղծագործ Այբուբենն է։ Տառերը տարբեր լուսային երանգների մեջ տարբեր խորհուրդ են առնում։ Վարպետի հավաքածուում նախշերը միմյանց չեն կրկնում։ Այս հատվածում ձվի այս հատվածը թիտեր է ներկայացնում, երբ շուռ ենք տալիս հաջորդ կողմը, ուշադիր նայելու դեպքում ստանում ենք խաչի պատկերը, մեր հայկական խաչն է։ Գույնն ու ներկանյութը միայն դասական մեծերի դիմանկարներում են, որտեղ չկա փորագրություն, այլ կա խոսք։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, ով կարող է չհիանալ Չարենցով կամ չգնահատել։ Դասականների շարքը շարունակելի է, իր տարիքում ստեղծագործելու մուսան ամեն օր է գալիս, ժամերով աշխատում է, 1500-ից 2000 մեծ ու փոքր անցքեր կան ամեն ձվակեղևի վրա, իսկ վերջնական ավարտի համար 3-ից 4 օր է պետք։ Հարկավոր է շատ համբերատար եւ զգույշ, ուրիշ ոչ մի բան։ Դուք էլ հանգիստ կարող եք, եթե ցանկություն ունենաք, հանգիստ կարող եք անել, շատ մեծ բարձրություն չէ։ Չփորձեցի իհարկե, քանի որ 70 տարեկանը բոլորող վարպետի համբերություն ու զգուշությունը չունեի, չուզեցի կոտրել։ Արդեն 50-րդ ձուն էր դեկորատիվ նմուշի վերածում, ոչ մի անգամ վարպետը ոչ մի ձու չի վնասել, չի կոտրել։ Նախանձելի համբերությունը ու հանգստությունը հաղթել է նաև մեկ այլ սիրողական զբաղմունքում։ Այստեղ հումքը թելն է եւ մեխը։ Արեստի ու արվեստի սահման այստեղ բաժանել հնարավոր չէ։ Պատկերացումները, ընկալումները տարբեր են, նայելիս կարելի է տեսնել եւ աբստրակտը եւ հայկական զարդանախշերի սիմվոլները։ Թելեր եւ մեխեր, ստրինգարդ կոչվող ճյուղ է, նույն սկզբունքում, ինչպես ձվերը, այնպես էլ սրանք։
մեխերի մեջ համաչափությունը հարկավոր է այն կարգի պահել, որովհետեւ թելը ստացվի արդեն կլոր։ Ուսումնասիրել եմ հայկական զարդանախշերը հին ժամանակներից մինչև հիմա։ Աշխատում եմ որևիցե մի դրվագում կամ մի որևիցե հատվածում անպայման ինչ-որ բան ներդնել։ Բնակարանը վերածել է պատկերասրահի, ամեն անկյունում պատերից կախված իր ոճային աշխատանքներն են։ Գործերը չի վաճառում, չի ցուցադրում։ Միայն հյուրերի, ծանոթների հիացական արտահայտություններն է վաստակում։ Իր մասին պատմելու, նկարահանվելու առաջարկն էլ հեշտությամբ չի տրվել։ Ձվակեղևի փորագրության ինքնուս հեղինակ Զաքարյանին տեսնելու, վարպետաց դասեր առնելու համար ժամանակ է պետք։ Հեղինե Քուշքյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում բացվել են 7 լաբորատորիաներ, որտեղ ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով նոր կյանք են ստանալու բուհի ուսանողների եւ արվեստագետների գաղափարները։ Համագործակցային ծրագիրն իրականություն է դարձել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Fab Lab լաբորատորիաների համաշխարհային ցանցի օժանդակությամբ։ Fab Lab Գյումրին Հայաստանում 3-րդ թվային արտադրությունների լաբորատորիան է։ Fab Lab-ի համաշխարհային ցանցում 3000-ից ավելի լաբորատորիաներ կան, որոնք համարվում են ստեղծարար մտքի ու հնարավորությունների լայն հարթակ հազարավոր երիտասարդների ու արվեստագետների համար։ Գյումրի ներմուծելով թվային տեխնոլոգիաների աշխարհում հայտնի ցանցի հարուստ փորձն ու հմտությունները առաջին հերթին հաշվի է առնվել այս քաղաքի տեքստիլ արդյունաբերության ոլորտում երբեմնի համբավը։ Ունենալով Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում Fab Lab, մենք այսօր նաև հայտնարարություն ենք ունենալու զարգացնելու Հայաստանի հյուսիսային մարզերում, մասնավորապես եւ Գյումրիում եւ Գյումրի համայնքում տեքստիլ արդյունաբերության եւ թեթև արդյունաբերության ուղղությունները։ Եվ ինչն էր մեր խնդիրը, որպեսզի մենք ունենանք մեր տեքստիլ արդյունաբերության համար մենք կարողանանք տեքստիլ գործարանների հետ, արտադրողի հետ եւ անհատների հետ կարողանանք ավելի խելացի գործվածքի եւ տեքստիլ ուղղություններ մշակել։ Թվային տեխնոլոգիաների ներդրմամբ բացի տեքստիլ եւ թեթև արդյունաբերությունում նաեւ այլ ոլորտներում է զարգացում ակնկալվում։ Fab Lab-ը բուհում ժամանակակից հաստոցներով է համալրել ինովացիոն լաբորատորիաները։ Դրանք 7-ն են, որոնք բուհի համար կրթական բաղադրիչից բացի ունեն նաեւ արտադրական նշանակություն։ Օրինակ, եթե մտածում ենք 3D տպագրելու մաշինները, կարող ենք մտածել 3D տպագրող կավի հետ, որ ինքը կարող է անել այն ինչ որ մեր ձեռքը հնարավորություն ունի, շան մանր ասեղի նման օրինակ տպագրելը 3D կամ շատ մեծ։ Այսօր մեր բուհում Գեղարվեստի ակադեմիայում ուսանողը, դասախոսը եւ նաեւ ինչի՞ չէ Շիրակի մարզի արվեստագետը հնարավորություն ունի իր գաղափարը էսկիզից մինչեւ վերջնական պրոդուկտ ընդհանրական ցիկլ ապահովել եւ արտադրել։ Ի հայտ բերել հետաքրքիր մտքերն ու համարձակ գաղափարները Fab Lab Գյումրիում սրանք են ստեղծագործելու եւ նոր մտահղացումներով հանդես գալու առաջնահերթությունները։ Փորագրության, մետաղագործության, գրաֆիկայի, կերամիկայի եւ 3D մոդելավորման դիզայնի լաբորատորիաներում պատրաստ են ստեղծել հետաքրքիր արտադրանք։ Գրաֆիկայի լաբորատորիան է։ Ես հիմա նինո տպագրություն եմ անում, գունավոր տպագրություն եմ անում։ Երեխեքը ցինկ են տպում, էքսպերիմենտներ ենք շատ անում, ավելի լայն հնարավորություններ է մեզ տալիս, թե տեխնիկապես ու շատ օրինակներ են կարողանում ստանալ, այսինքն նույն գործից շատ օրինակներով կարողանում ենք տպել։ Ձեռքի միջոցով ուսանողները սարքել են իրենց մաղերը, իրենց պատկերը անցկացրել են ոչ սարքի եւ իր բնական հենց ինչ որ համապատասխան է տվյալ տպագրությանը, բայց հիմա բնականաբար այս սարքը, որը ունենք, լրիվ համ աշխատանքի կարճ process-ն է, համ հնարավորություն է տալու, որպեսզի ինքը մեծամասշտաբ տպագրություն կատարվի։ Ես շատ եմ կարևորում թվային արտադրության, ստեղծարար տեխնոլոգիաների մեջ մեր ուսանողների ներգրավվածությունը, դա նրանց համար ժամանակակից ասպարեզ մտնելու հնարավորություն է անխոս։ Դառնալով Fab Lab Հայաստան կրթական հիմնադրամի մի մասնիկը այն համագործակցային լայն հարթակ է ծառայելու, որտեղ իրենց անմիջական մասնակցություն են ունեցել ինչպես պետական գերատեսչություններն ու մասնավոր կառույցներն, այնպես էլ միջազգային կազմակերպությունները։ Պետք է ստեղծել որակյալ ենթակառուցվածք, որ հնարավորություն կտա ստեղծագործողներին իրենց
ներքին ձևավորված գեղեցիկ գրողականները ներկայացնեն, իսկ սա ընդհանրապես գործիքներից մեկն է դա ներկայացնելով։ Բնականաբար երիտասարդների համար մեծ հնարավորությունների աղբյուր է եւ ոչ միայն երիտասարդների, այլ ամբողջ հասարակության համար, այսինքն հարթակը բաց է բոլորին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները եւ բացվեն աշխարհին։ Ինչպես անել, որ այն մեծ ռեսուրսը, որ մենք ունենք համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մեր ցանցում, Հայաստանին անմիջապես կապված լինի։ Այս կամրջող օղակը ու անընդհատ կապերի ստեղծումը, եթե ուզում եք այդ ցանցը, ծրագրի հիմնական առանցքներից է։ FabLab-ի կրթական ու արտադրական բաղադրիչների համատեղումը թույլ է տալիս անհրաժեշտ հմտություններ ստանալ ոլորտային լաբորատորիաներում։ Այն ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ նոր պրոդուկտներ ստեղծելու բոլորովին այլ մոտեցում եւ մտածելակերպ է ձևավորում։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։